Աստծո սրբազան խոսքեն պիտի գարտամ Պողոս Արաքյալի գրած նամակեն Քաղադացիս թուղթեն Քաղադացիս 5-րդ գլուխին 22-ն 23 համարները ուր գսե բայց հոգին բդուղը այս է սեր, խնդություն, խաղաղություն, երկայնբդություն, քաղցրություն, փարություն, հավատարմություն, հեզություն, ժուժգալություն, այսպեսի բաներութեն օրենք չկա։ Հոգեկալուստի դոնին արիթով քարոզաշարք մսկսած ենք և այսօր պիտի վերջացնենք։ Որքան որ Տեր Հիսուսի մասին խոսենք, նույնքան գրնանք Սուրբ Հոգի մասին խոսիլ։ Եթե սխալ ըմբռնում ունենք Սուրբ Հոգի նկատմամբ ու հավատանք, թե անմիայն Աստուծո զորությունն է, այդ բարակային երբ պետք ունենանք, պիտի կանչենք զայն, որպեսզի գործածենք։ Այս սխալ ըմբռնումը պատճառ եղած է շատերուն, որանոնք չճանչնան Սուրբ Հոգվույն աստվածությունը, անձնավորությունը, եկեղեցին շինության համար անոր փաշխած բարգևները և ներգործությունները։ Ինչպես շատեր Քրիստոսի անունը գրելով հանդերձ, ճշմարտաբար ջանցած չեն Քրիստոսը, անոր գադարած փրկագործությունը հասկացած չեն, անոր ուսուցումները չեն հասկացած կամ ավելի ճիշտ չեն ուզած հասկանալ և այսպես դքետ կմնան ուստի հոգևոր գուրության մեջ գկալեն։ Սակայն երբ հավատանք, որ ան Աստված է, Սուրբ Հոգին Աստված է, շարունակ պիտի խոսենք անոր հետ, անոր մասին պիտի խոսենք, ուղիղ ըմբռնում ունենալով պիտի խոսենք, մեր թիրքը ուղիղ պիտի ըլլա։ Այսպես ան ամեն օր մեր միտքը պիտի լուսավորե ու մենք հոժարությամբ պիտի հնազանդենք և թույլ տանք, որ ան մեզ առաջնորդե իր կամքի մեջ, որ բարի, հաճելի ու կատարյալ է։ Անցյալ գիրագի Սուրբ Հոգվույն աստեցության տակ ապրելու կարևորությունը շեշտեցինք և ասինք, թե շարունակական վիճակ մնե ու ոչ թե պաշտամունքի ընթացքին մեկ ժամ մելամաղձոտ եղանակներու աստեցության տակ ասպես վերացական մթնոլորտի մեջ ապրելով, օրորվելով, ալելույա փառք Հիսուսի ըսելով։ Եվ Արաքյալը քինիով արբեցողիմը պատկերով գխոսի ըսելով, մի քինովնակ քինիով, հաբա հոգիով լեցվեցեք։ Ինչպես արբեցողը քինին աստեցության տակ գվարվի, գխոսի, գխորհի, մինչև իսկ գքալե, ճիշտ այդպես, երբ Սուրբ Հոգիով գլեցվենք, անոր աստեցության տակ գվարվենք, գխորհենք, գխոսենք և գարդայդավենք, գծրակրենք և ան մեզ գներշնչե Աստուծո կամքին համաձայն։ Ինչպես ասած է նաև բացարձակ կարևոր է ասիկա, որ ներշնչման 3 աղբյուրներ կան։ Մարդկային հոգին, որ իր ներշնչումը կստանա չար ու խաբեբար սիրտեն, որուն կենտրոնն է եսը։ Այս ներշնչումով ինչ աղոթներ կմատուցանվին, քարոզներ կդրվին, խոսքեր կսվին, ասի առաջին ներշնչումն է, այս աղբյուրն է, որ մարդիկ այսպես կառաջնորդվին և կգարձեն, որ Սուրբ Հոգին ներշնչված են։ Նաև թիվային հոգին կա և նաև Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին ճշմարտությամբ մեզի կառաջնորդ է թեպի ճշմարտություն։ Սուրբ Հոգին երբեք սուտ բաներ մեջտեղ բերելով չի ներշնչեր և խոսիր։ Այնպես որ չխաբվելու համար արտաքին ցևակերպությունները, վերացական վիճակները,
Աստուծո խոսքը հստակ կնե թե անոր Սուրբ Հոգիով լեցված է, անոր բդուղը շարունակ իր կյանքի մեջ Երևան գուքա։ Մեր դերնալ արիթով մսավ իր աշակերտներուն, անոնց բդուղեն պիտի ճանչնանք։ Մարդուն վարմունքը, խոսքերը, գործերը, դիրքորոշումը ցույց կտան թե ինք ով է։ Եկեք այսօր միասնաբար այս բդուղին մասին մանրամասն սերդենք, ինչպես ասի այս 4 գիրագիները, այս նյութը որպես տաս փապակեցա ցեզի ներկայացնել, որտեղ այնքան աղոտ քահապարներ կան, այնքան սխալ ըմբռնումներ կան Սուրբ Հոգի Աստծուին եւ անոր գործերու մասին։ Ուրեմն տեսնենք այս նյութը եւ հարց տանք մեկ մեզի, թե լեցված եմ ես Սուրբ Հոգիով, այսինքն շարունակ երբ գլսեք ինձպես լեցված եք, այսինքն անոր աստեցության դակ գաբրինք, այս է լեցունությունը։ Եվ ոչ թե միայն անոր զորությունը առնել եւ կործածել։ Տերոջը շնորհքով այս բդուղներու մասին երբ խոսենք, հունարեն բնակիրնալ պիտի մեջբերենք, որ շատ ջոխ է իր իմաստներով այս բդուղներուն, առաքինություններու մասին։ Ինչու համար բդուղ գսեհոս, որովհետև ոչ թե բդուղներ, բդուղ որտեղ մեկ բդուղը մեկ է, սակայն իր մեջ գբարունագե 9 առաքինություններ։ Ասոնք առաքինություններ են, որ Սուրբ Հոգին աստեցության դակ ապրող մարդը ցույց կտա։ Ուրսկել է։ Ինչպես որ նարինջը մեկ բդուղը, նարինջ, բայց մեջը գդորներ ունի, իրարու միացած։ Ճիշտ այդպես է։ Մեկ փակետ մնե, սապես ասենք, բայց մեջը 9 բաներ կան, առաքինություններ կան։ Այսինքն մեկը չգրնար ասել, ես սեր ունիմ, սակայն քաղցրություն չունիմ։ Չլար, փակետի մեջն ասի։ Սուրբ Հոգին գարդատրը։ Մեկը չի գրնար ասել, որ ես նայր երկայնամիտ եմ, սակայն հավատարիմ չեմ։ Երբ Սուրբ Հոգին է արդատրողը, 9 առաքինություններն ալ գարդատրե, որովհետև արդատրողը ես չեմ, հավա ինքն է, ինք գարդատրե։ Եվ ժուժգալություն, շատ քեղեցիկ բդուղներ են, առաքինություններ են, որ իրապես պետք է հարց տանք այս աստվածային ճշմարտություններուն լույսին տակ։ Շատ էր սեր գծությունեն, ժուժգալություն գծությունեն, սակայն ուրիշ անձնական շահեր գեհդաբնթեն եւ ոչ թե Սուրբ Հոգին բդուղն է։ Որովհետև այս բդուղ արդատրող ինչպես ասի, Սուրբ Հոգին է։ Եվ հիմա տեսնենք այս օրհնյալ Սուրբ Հոգին առաքինությունները։ Ինչեր գնե եւ ինչ է։ Կարելի է այս առաքինությունները 3 մասերու բաժնել։ Առաջին 3-ը սեր, խնդություն, խաղաղություն։ Հավատացյալին եւ Աստծո միջև ըլլալիք բան է։ Անշուշտ այդ նաեւ գծոլացնե շուրջիներուն։ Երկրորդ 3-ը երկայնամտություն, քաղցրություն եւ բարություն, հավատացյալին եւ իր շուրջը գտնվող մարդոց հետ անելիք ունի։ Իսկ երրորդ 3-ը հավատարմություն, հեզություն, ժուժգալություն, անձնական են, այսինքն մեր անձին հետ գաբ ունի, առաքինություններ են, որ մեզի հետ գաբ ունի։ Ես հավատարիմ պիտի ոչ թե ուրիշներուն սիրուն, հաբա ինձի համար ես հավատարիմ պիտի լամ, ես հեզ պիտի լամ։ Առաջին ուրեմն սեր, այդպես կարդացին, բայց Հոգին բդուղը այս է, սեր, խնդություն, խաղաղություն։ Հունարեն բնակիրը սեր, աղափի, եւ ոչ թե ագապե, ագապե չէ, աղափի, սեր։ Եվ այս սերը մեղավոր մարդը, երբ Տեր Հիսուսը գտնունի եւ նորեն գծնի իր մեռած հոգին, առաջին առաքինությունը
Զոր Երևան գուկա իր կյանքի մեջ։ Այս առաջին երեք առաքինություններն են՝ սեր, խնդություն, խաղաղություն։ Հագարականոր որ այս մարդը դակավին ոչ Սուրբ Գիրքը կարդացած է, ոչ եկեղեցի աջախած է դարիներով, բայց իր մեջ փամ մը բադայեցավ, անոր մերած հոգին կենթանացավ եւ աստվածային ճշմարտություններու նկատմամբ դքեդ է կարդացած չէ դակավին, փամը չի գիտեր, բանեմը լուրջ ունի, բայց որովհետեւ իր հոգին կենթանացավ, գսկսի իր շուրջիները սիրել, իր նմանները սիրել, մեջը սեր գա, զասված սիրելու գսկսի, եւ թեպի անոր կերտա իր հոգին, Աստուծո խոսքը սիրելու գսկսի, մեկը չսավ իրեն ուղեղը չի լված, որ նաեւ հիմա աշխարհեցիր պետք է Աստծո խոսքը գարտաս, չէ, սեր ունի մեջը, ժամեր կհատկացնե կգարտա, եւ նաեւ Աստուծո հետ հաշտված լալով խաղաղություն։ Ոստի մենք հավատքով արդարացած լալով խաղաղություն ունենք Աստուծո հետ։ Երկրորդ առաքինությունը խնդություն։ Հարա բառն է։ Հարա կնշանակե ներքին լավ դրամատրությունը։ Խնդություն քահ խնդալ չէ։ Հաբա ներքին լավ աղեկ դրամատրությունը, նաև ուրիշ իմաստ մնալ ունի, կնշանակե ճիշտ մտածելակերպ, շիտակ կմտածես։ Ուստի երբ մենք Սուրբ Հոգվույն աստեցության դակ գաբրինք, Սուրբ Հոգին մեր մեջ լավ դրամատրություն կստեղծե։ Թունալ կզարմանաս, շուրջիներդ կզարմանան, այս մարդը դժվարության մեջ, նեղության մեջ, ուրախ է, եկեղեցի ուքա, անթին մեկը փամը եղեր է, եկեղեցի չի կարի ինչու, է դրամատրությունը լավ չէ, դեղդ նստե ուրեմն։ Բայց մույսը ինչ է դարբերությունը, որտեղ Սուրբ Հոգվույն աստեցության դակ ըլլալով ներքին լավ դրամատրությունը կստեղծե։ Եվ այնադեն շիտակ պիտի մտածեմ, շիտակ որոշումներ պիտի առնեմ։ Այս է գտեսնեք ինչ օրհնյալ առաքինություն է։ Եվ այս լավ դրամատրությունը ոչ թե լավ օրերու մեջ կհայտնվի, լավ օրերու մեջ բնական է, անհավատն լավ դրամատրություն ունի, բայց դժվարություններու, նեղություններու մեջ, ընտանեկան փախումներու ժամանակ դեռև դիգին, ասոնք, այն ժամանակ, կորձի մեջ, եկեղեցի մեջ, երբ որ Սուրբ Հոգվույն աստեցության դակ ենք, լավ դրամատրություն պիտի ունենանք եւ շիտակ պիտի մտածենք։ Մեր գոհագիցներուն հետ, մեր զավակներուն հետ, եկեղեցի մեծ ընտանիքին հետ, ուր որենքն է Սուրբ Հոգվույն աստեցության դակը լալով ան մեզի ըսկաստ պիտի բահե եւ մենք պիտի սկսենք շիտակ մտածել։ Փառք Աստծո համար։ Եվ յուրաքանչյուրս հարցում պետք է ենք մեր կյանքի զանազան դժվարություններու մեջ ներքին լավ դրամատրություն ունիս, թե ոչ Սուրբ Գիրքը բահարանի մեջ գտնես, ես եկեղեցի չերտամ, ես չեմ գիտեր ինչ, եւ ամեն գխանքարվի ամեն բան։ Հարց դուրթուն քեզի։ Երբ որ Սուրբ Հոգվույն աստեցության դակ ենք, անհանդարտ պիտի բահե քեզի։ Շիտակ մտածելու պիտի սկսես եւ լավ դրամատրություն պիտի ունենանք։ Մեկը գրնա ասել, եղբայր, այո, այդպես է, բայց մարդ ես, ցերկը չէ։ Ճիշտ է, մարդ ես, բայց ինչ մարդ ես։ Աստուծո հոգին, եթե մեր մեջ կփնակի եւ անոր աստեցության տակ գաբրինք, հոսխնդիրը կփոխվի։ Բնական մարդը, այո, այդպես է, բայց մենք առավելություն ունենք։ Հոսե, adorabար կբադվիրե Սուրբ Հոգիով լեցվեցեք։ Անշուշտ, այս չի նշանակեր, թե երբ մեկը անկորձ է, նստի, անհոգ, անդարփե, ես Աստծո կվստահիմ, Աստված ինչպես որ գարկատրե, եւ ոչ։ Ասիկա շիտակ մտածել չէ։ Այսպես է անցիկ Սուրբ Հոգին աստեցության տակ չեն, հավատզույլ են։ Երրորդ
առաքինություն, խաղաղություն, բնակիրը իրինի։ Այս խաղաղությունը առաջին երկուքին արդյունքն են, երբ մեկը սեր ունի և ներքին լավ դրամատրություն ունի, խաղաղություն ունի, իր սրդի մեջ, կյանքի մեջ։ Այս երեք առաքինությունները միայն Սուրբ Հոգի են ծնել են վերջը ետքը Երևան գուկա։ Բնական մարդը այս բաները չունի։ Ինչպես ասի, ժամանակ տերևս կունենա, ցույց կտա թե խաղաղ է, որտև կորձը հաճող է, նոր կորձ մկդա, ավելի տրամբիտ չէ, ասում եմ ժամանակավոր է։ Մենք կխոսենք կյանքի դժվարություններու մեջ խաղաղություն ունենալ։ Փառք կտանք այս սքանչելի առաքինություններուն համար։ Մեր խաղաղությունը, մեր սրդի մեջ եւ դժվարություններու մեջ խաղաղություն։ Եվ ոչ թե ջաշասեղաններու շուրջ, երբ ասանք աղվոր, խրախճանք մգա, մարդիկ ուրախ են, դունգուքան, ամեն բան հոմ մնաց, դխուր է։ Հավատացյալին վայելած ուրախությունը, խաղաղությունը հիանալի է, շարունակական է, դժվարություններու եւ նեղություններու մեջ է։ Ինչ կխորիկ դուք, ինչ բաններ որ առաջին տարու հավատացյալները երբ որ գնահատակվեին, արույցներու գեր գտարնային, խարույկներու որ գայրեին, խաչը գահանեին, ինչ բաններ որ իրենց դոգալ գուտար, Աստուծո անտեպ սերը, ներքին լավ դրամատրությունը եւ խաղաղությունը։ Չորրորդ երկայն բդություն։ Մակրոթիմիա գսե խունարեն բնակիրը, որ կնշանակե դիրող ջնշումներու դակ չար դահայտվի։ Այս կնշանակե երկայնամիտ ըլլալ։ Բոլոր սալ փորձառություն ունեցած ենք, զորօրինակ երբ մեկը քու հասցեիդ քեշ կխոսի, քեզի կնվաստացնե, թունիչ կսկաս, ջնշումի դակ, նեղություն կսկաս։ Անաբաշխար մարդը ինչ կնե, ես հիմա անոր կծծնեմ, ես անոր պերնին համը ես կուդամ, գերտա հերացան, եթե հերու դեղ մնե, կամ կովը գերտա, իսկ Սուրբ Հոգվույն աստեցության դակ եղող մեկ ինչ կնե, երկայնամիտ կլլա, այդ ջնշող մտնոլորդի մեջ ջնշիչ ուժին դակ ջնշված չար դահայդվիր, երկայնամիտ կլլա։ Եվ ասիգա Սուրբ Հոգին կործն է։ Ուրիշ խոսքով ես չեմ վարվիր ինչպես անվարվեցավ, ինչու Սուրբ Հոգվույն աստեցության դակ եմ։ Անիմաստ է ուրիշները անցավոր հանել, անաբաշխար մարդը աստեսակ առաքինություններ են հերու է, ինչ կսպասես, քու մասիդ լավ խոսի, բայց թուն եթե իրեն պես պիտի վարվիս, ուր է քու դարբերությունդ մույսեն, ուրեմն պետք չէ դիրող ջնշումներու դակ պատասխանենք, հավա երկայնամիտ ըլլանք, բայց ինչպես երբ Սուրբ Հոգվույն աստեցության դակ գլլամ։ Թերևս մեկը ասե, իրավունք ունիս, եթե անաբաշխար մեկը քո աստծի հետ խոսի, կարևորություն չես տար, բայց երբ հավատացյալ եմ ըսողը քեզի կնվաստացնե, հոն ինչպես լուր գնաս։ Եթե արդատրողը երկայնամտություն, այս առաքինությունը Սուրբ Հոգին է, երկայնամիտ պիտի հավատացյալ եղբորդ հետ նաև։ Ինչ են հայտնի պիտի լա, թե ես երկայնամիտ եմ, պետք է փամբը բադահի, որմ է անաբաշխար մարդոց, կարևորություն չեմ դար, Աստված որ մի գսես, բայց երբ որ քու հարազատներդ, որ հավատացյալ եմ գսե, աբաշխարած եմ գսե, այդ բարակային իրավ ջնշումի տակ գլլաս, բայց հոն է որ
լուր պիտի գնաս, երգայնամիտ պիտի լաս։ Բողոս հարակյալ լավակույն թեղը գուդա այսպեսի բարականերու մեջ։ Եփեսացիս 4:2 գսե։ Բոլոր խոնարհությունով ու հեզությունով երգայ մտությամբ սիրով իրարու ներոամիտ ըլլալով հավատացյալներուն գուղե իր խոսքը։ Եթե այս խոսքերը կործատրելու դժվարություն ունիմ, հանցանքը մեջս փնտրեմ։ Ասեմ ով դեր տուն այսպես կսես, բայց ես հիմա ջնշված եմ։ Այդ մարդը ինձ այսպես սավ, իմ հասցեից խոսեցավ։ Փաջիս ով դեր օգնե ինձ, մեջս պետք է փնտրեմ։ Չեմ գրնար ներել, չեմ գրնար այդ ըրածին դագը մնալ, եւ այլ, քնա Աստուծո։ Եվ հոն պիտի անդրադառնաս, որ Սուրբ Հոգին աստեցության դակ չես, եւ դերոջը պիտի մոդենաս եւ անգե շնորհք ընտրես։ Եթե անշուշտ հետաքրքրված է մեկը ապրիլ այս առաքինություններով, անալուրիշ հարց։ Դարձյալ 5-րդ քաղցրություն։ Հունարեն բնակիրը Քրիստոս, որ մի քանի իմաստներ ունի քաղցրություն։ Մենք կհասկանանք քաղցրությունը, այսինքն քաղցր եղիր, աղվոր խոսի ուրիշին հետ։ Քաղցրություն առաջին կնշանակե անուշ ցևով արդահայտվել։ Սուրբ Հոգին աստեցության տակ եղող մեկը թիմացինին անուշ ցևով կխոսի։ Անուշ։ Իմ բնավորությունը սասանք է։ Ուզես ես ասեմ։ Ես ասակ կխոսի։ Ազատ է մարդը, բայց հոս մեզի պատվեր կա, եթե Սուրբ Հոգին գարդատրե այս բդուղը, անուշ կխոսիս։ Ինչ կխորիկ, Աստված բնավորություններ կփոխե, թե ոչ չի փոխել, անշուշտ կփոխե, անշուշտ կփոխե։ Եթե մեկը անաբաշխար եղածատերը աղվոր լեզում ուներ, չարախոսություն, աբաշխարել են ետքը պիտի շարունակի, այդպես լավ, իմ բնավորությունը սասանք է։ Ոչ, պիտի փոխե, Սուրբ Հոգին կարող է, ուրեմն անուշ ցևով գարդահայտվենք։ Գոշտ խոսիլը, գոշտ բնավորությունը լավ չէ, բոլորս հալադոր կհամաձայնենք։ Անուշ խոսիլը շատ լավ է, օգտակար է։ Եվ նաև անուշ խոսքերը արածը գսե օծը ձագեն գահանե։ Անուշ խոսքերով գսիրաշայինք ուրիշներում։ Երկրորդ կնշանակե Քրիստոս բիդանի, կորձածելի, պամը որ օգտակար է։ Երրորդ կնշանակե բարի բան անելու դրամատրություն ունենալ։ Միշտ պատրաստ է բարի բան անել, այս կնշանակե։ Դարձյալ չորրորդ կնշանակե հանդարտություն, գարձրության եւ բարության հագարակը, հանդարտ է, հանդարտ։ Եղբայր ես չեմ գրդար հանդարտը լալ, իմ բնավորությունս այս է, բայց նայիր, շուտ գբորդ կան, այո, ապեղ սպեր կխոսիմ, բայց նայիր, շուտով գմեղմանամ, այս ինքը ուրախ է, որ ասիգա առաքինություն գսեբ է, շուտով գպարգանա, բայց շուտով ալ իչն է իր պարգությունը, կամաց, բայց երբ որ մեկը գբորդ կա, խոսելիքը չի գիտեր, հոն արդեն վնասը Աստծուց, անգե հետո եթե մեղմացեր է ինչ օգուտ, ինչ միտնե։ Սուրբ Հոգին աստեցության տակ եղող մեկը ուրեմն հանդարտ գլլա, հանդարտ։ Գիտեք, որ Աստված այս հատկություն ունի, եթե գարտանք Դիդոս 3, 4-3-ը գարտամ գսե, Դիդոս 3 են 4, Վասզի մենք ալ ադեմը ամմիդեինք, անհնազանդ, մոլորյալ և զանազանդ ցանկություններ ու հեշտություններ ու գծարայեինք, չարությունով ուրախանցով գվարվեինք, ադելի էինք և մեկս մեկ կադեինք, բայց երբ մեր փրկիչ Աստծուծույն քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեցավ։ Մեզ այդ վիճակի մեջ Աստված քաղցրությամբ վարվեցավ։ Ուրեմն, եթե մենք Աստծո զավակներն ենք,
պետք է իրեն նմանենք, քաղցր պետք է լանք իրարու։ Հինգերորդ իմաստը ուրիշին հավասար աչքով նայել, տեսնել մեկը որպես թե ինքն է։ Ոչ թե օրինակ ես մեծ անձնավորություն մնեմ, թիմացինս փամվոր մնե, բաշտոնյա մնե, անոր դարբեր աչքով գնեմ, անի ով է եղել, անի ինձպես սորվելու պետք ունի, այս աչքով չի դիտեր, հաբա ճիշտ իրեն պես կտեսնե, Քրիստոս կտեսնե անոր մեջ, որտև անալ Աստծո զավակ է, իրեն պես մեկը նկատե, որքան ալ բաշտոնը բարձր լա, կամ փանվոր բլա բարս, ուրեմն, երբ որ ես Սուրբ Հոգուն աստեցության տակ կապրիմ, թիմացինիս ուրիշ աչքով չեմ նայր։ Վեցերորդ առաքինություն, փարություն, բնակիրը աղափոնիսի։ Աղափոնիսիալ կնշանակե մի քանի իմաստ ունի, կնշանակե նգարակիրի հաստատություն, նգարակիրը հաստատ է, ասպես չի խաղար, չելներ, չիշներ, նգարակիրը հստակ է, մի քանի քույներ չարներ, կնշանակե հոգևոր կյանքի հասունություն, կնշանակե ինչ որ բարի է այդ գիշխե իր վրա, այս կնշանակե բարություն, նաև կնշանակե ամենուն բարություն ունել, ինչ քեղեցիկ։ Յոթերորդ առաքինություն հավատարմություն։ Հավատարմություն կնշանակե հավատացածիդ եւ խոսած խոսքիդ վրա հաստատ մնալ։ Դիդոս երկրորդ գլուխը գրնակ գարտալ։ Դարձյալ ութերորդ առաքինություն հեզություն։ Պրաուտիս հեզություն։ Հեզությունը դարբեր է խոնարհութենեն, գնմանի քիչում, բայց բոլորովին ուրիշ է։ Պրաուտիս կնշանակե շուտով չփրկիլ եւ նաեւ կնշանակե գագուղ վարմունք, վարմունքը միշտ գագուղ է։ Թիմացինս փամը գսե եւ իրար հիմարություն է, ըսածը հիմարություն է, բայց ես հոն շուտով չեմ փրկի, հաբա գագուղ գվարվի։ Եվ վերջին առաքինությունը ժուժգալություն։ Բնակիրը էգրատիա։ Ժուժգալություն կնշանակե ամեն բանի մեջ անցած զսպել, լեզու դալ, փորը դալ, գոգորտը դալ, ամեն խոսքին բոլոր առումով, ամեն բանի մեջ անցը զսպել կնշանակե։ Յուրաքանչյուրս հարց տալու ենք այս առաքինությունները ու Սուրբ Հոգին, որ բդուղն է, իմ կյանքիս մեջ, վարմունքիս մեջ, խոսքերուս մեջ, գործերուս մեջ գհայտնվին, ուրիշներու հետ չչափվենք, թուն քեզի հարց տուր, թուն գսես ես հավատացյալ եմ։ Շատ լավ։ Այս առաքինությունները կան։ Գարկ եկեղեցվո առաջնորդներ սուտ մխիթարությունով իրենք զիրենք գմխիթարեն ըսելով մեր եկեղեցի մեջ մենք բոլորս մեկ հոգի եւ մեկ սիրտ ենք իրարու հետ շատ սիրով ենք միևնույն ադեն ուրիշ հավատացյալները չեն սիրել չէ ինչպես կլաս գնավաստացնեն եւ դարբեր աչքով գնային նույնիսկ եթե ջամփան տեսնեն ջամփանին կփոխեն ասոնք Քրիստոսի հիմնած թագավորության մեջ թագավորություններ հիմներ են 30-40 հոգի գավակվի իր շուրջը ինք թագավոր է եւ այնպես մգուսուցան է գվաղցնե միշտ ըսելով այսպես քրված է եւ գսե մենք մեր բադյանի մեջ մենք շատ լավ ենք իրարու հետ խաղաղության մեջ ըսիեսավ չունենք շատ սիրով ենք իրարու հետ բայց թուրսի հավատացյալները անոնց հանթե բոլորովին դարբեր թիրք ունին այս հոգին մարդկային հոգին է ներշնչման առաջին աղբյուրը որ եսեն գարաչնորդվի գներշնչվի աշխարհի մեջ շատ գազագերբություններ կան, գուսակցություններ կան, որ իրարու հետ շատ լավ են անդամները, ու անանք գսիրեն իրարու, համայնավարներն ալ իրարու հետ շատ սիրով են, մեկ հոգի, մեկ սիրտ,
գզոհվին իրարու համար Սուրբ Հոգիով լեցված են, Սուրբ Հոգին աստեցության դագ են, որովհետև մեկ հոգի, մեկ սիրտ է, ոչ։ Եթե Սուրբ Հոգին բդուղն է, անսեր գարդատրե, քաղցրություն գարդատրե, հեսություն գարդատրե, փառություն գարդատրե, բոլոր հավատացյալներուն հանդեպ։ Եթե Սուրբ Հոգիով լեցվիմ, անոր սիրով իմ խումբես չեղող հավատացյալն ալ գսիրեմ։ Այս է սիրելներ ճշմարտությունը։ Մեկը ցես չխափե։ Այս է ճշմարտությունը։ Եթե Սուրբ Հոգիով լեցված ես, անոր աստեցության դագ ես, բոլոր հավատացյալներն ալ գսիրես։ Սուրբ Հոգին որովհետև այն ադեն, որ իր աստեցության դագ ես, բիդս է նայիր, այդ մարդը գարկ բպաներ ճիշտ քեզի պես չի հավատար, տարբեր ըմբռնումներ ունի երկրորդական հարցերու նկատմամբ, սակայն այդ մարդը իմ գոբս անցած է, մեղքը թողած, ադիգա իմ զավակս է, ես ընդունած եմ անոր, այնպես որ Սուրբ Հոգին այդպես պիտի է և ես պիտի հնազանդիմ, սակայն երբ մարդկային հոգին զիս կներշնչե, եսս պիտի քոհացնեմ։ Սուրբ Հոգիով լեցվելը բադվեր է, անոր աստեցության դակ ապրիլը բադվեր է։ Մենք Սուրբ Հոգին չենք խնդրեր, որ դարձյալ աշխարհ կա, բայց բադվեր ունիք, որ անոր աստեցության դակ ապրինք։ Եվ ամենա աբահով վստահելի աբացույցը Սուրբ Հոգիով լեցվելուն անոր բդուղն է, առաքինություններն են։ Ու ոչ թե բաշտամունքին տածքին ասպես օրորվիլ պարք Հիսուսիս էլ մեկ ժամ և լավ ըսկալ և գարձել, որ Սուրբ Հոգիով լեցվեր է, մեկնալ աղոթերով գուզե Սուրբ Հոգիով լեցվիլ արջև կա և ոնդեղ աղվոր լավ ըսկացեր է, այդ չէ, շարունակ, պետք է անոր աստեցության դակ ապրինք, երանի թե լրջորեն խորինք, հարց դուրթուն քեզի, այս առաքինությունները մարդիկ կտեսնեն, թուն քեզ թադավորը թուն եղիր։ 4 գիրագիներ փակեցա այս նյութի շուրջ խոսին, որպեսզի այս օրհնյալ ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնեն։ Օրը սիրելներ Աստուծո առջև պիտի գնանք եւ հաշիվ պիտի տանք։ Հոն մեկը պիտի չլա մեր գողքին, առանցին անոր համար եկեք որոշենք այսուհետև Սուրբ Հոգին աստեցության դակ ապրիլ։ Եվ եթե դժվարություն ունիս, այսօր կնա սենյակը կոծե, պիտի սսեմ, ով Սուրբ Հոգիով գուզելեցվիլ թող առջև կա պիտի աղոթեմ, այդ սովորությունը չունիմ։ Կնա սենյակը կոծե, անգեղծությամբ Աստուծո հետ խոսե։ Եվ ասե, ով Սուրբ Հոգի ասված, ես իմ եսիս քերին դարձած եմ։ Այս առաքինությունները չունիմ։ Հաջիս ես կուզեմ քեզի համար ապրիլ եւ դες ինչպես կյանքդ պիտի փոխվի եւ թունալ Աստուծո ուզած տեղը ըլլալով երրորդությունը պիտի փառավորվի եւ ուրախ պիտի լաս, խաղ պիտի լաս, թեթե պիտի ըսկաս։ Ինչ օրհնյալ ճշմարտություն է, ներկայությունը Սուրբ Հոգին մեր կյանքերում մեջ մեծ շնորհք է, բայց պետք չէ լրացնենք, պետք չէ մարեցնենք, թունդեղդ նստիր, ես այսպես կավա, ես այսպես կկալեմ, ոչ, անոր աստեցության տակ, դերը ցեզ արադաբես օրհնե եւ իր շնորհքի մեջ պահե, եւ այս ճշմարտությունները իրապես մեր կյանքերում մեջ թող հայտնվին իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար եւ դերը շնորհ է որ Սուրբ Հոգին բդուղին առաքինությունները որ գերդեն մեր կյանքերում մեջ ըլլան ներկա եւ այդպես մեր շրջիններն հետ ապրենք ու կործենք։ Պիտի վերջացնենք երկելով 497-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի և հովիվին աղոտքով պիտի փակենք։ Ո՞հ թե սուրբը լամ ես, միշտ ալավելի։
Ոտե սուրբը լամ ես միշտ ալավելի Սիրցոքիս և միտքս քեզ հնազանդի Օրեօր մարգերս ավելի սիրո Գադարեմ ով դերս քու հոգուչ շնորհքով Քու հոգի դոն հայրս անդադար ինձ դու Որ մաքուրը ներզիս ավելի մաքուր Եվ իմ հառաչանքս թեպի վեր երթա Միշտ իմ բաղադանքս Աստուծույսը լավ Երբ շատնան վիշտերս բացու դարագուս Բոհանցիմ հոգերս միշտ իմ Աստուծուս Ինքը լացալս լույս պիտի ընեմ Ինչ որ հիմա մութ է պիտի բացատրեմ Հարցր և ալբարձր գիշեր է սրճի Մինչ երգինք սուրբ լույսը փերկրությամբ հասնի Թողը լամախտանքս քեզ ընդունելի Այս է դեր իմ չանքս Տուն օգնե ինձի Դեր Հիսուս, որքան փառք կուտանք քեզի, որ մեզ որբ չթողեցիր, մխիթարի չղրգեցիր, Սուրբ Հոգին մեր սրտերու մեջ բնագելու, մեզ առաջ շնորհթելու, մեր կյանքերը գերտելու, որպեսզի դեր երկաս մեզ պատրաստ գտնես։ Այո, դեր կխնդրենք քեզ որ մեզի իմաստություն տաս, որպեսզի քո հոգիդ չդրդմեցնենք, հնազանդենք Եվ այսպեսով, ով Սուրբ Հոգի ասված, քո աստեցությանը դակ ապրենք, խոսենք, վարվենք, գործենք, ծառայենք, որպեսզի թուն փառավորվիս։ Այս ուղղությամբ բոլորիս հատուկ շնորհ կնես, ով դեր, որ այս ճշմարտությունը իրականություն դառնա մեր կյանքերում մեջ։ Արձակես մեզ քո խաղաղությամբ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն